Պարոն Աղազյան, հաջորդ շաբաթ լիագումարը կմեկնարկի եւ ձեր անձեռնմխելիությունից զրկելու հարցը դատախազը արդեն կներկայացնի պատգամավորներին, համաձայնություն կտաս ձեզ իշխող մեծամասնությունը դատախազի միջնորդությանը։ Ես կարծում եմ, որ համաձայնություն կտա, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի են, որոնք իրավաբաններ են եւ որոնք կարող են այս կամ այն կերպ adekvat կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն եւ հետեւաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը եւ իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց պարզելու այն ինչ է տեխնոլոգիան։ Դուք կարծում եք դա քաղաքական որոշում է, այսինքն չեք կարծում, որ քաղաքական որոշումը արդեն կա։ Ես կարծում եմ դա քաղաքական որոշում է։ Պատճառը ինչ է որոշում հենց ձեզ հետ կապված կայացվել, պարոն Աղազարյան։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ պետք է լծակներ գտնել ձեզ մանդատից զրկելու համար։ Կարծում եք Փաշինյանի այս հայտարարությունը նաև դեր ունեցավ, որ դատախազը ամեն դեպքում այս գործով գա խորհրդարան։ Իսկ մանդատից զրկելու համար կա շատ Մանդատը չէ, անձեռնմխելիությունից։ Ոչ, պարոն Փաշինյանի նպատակը մանդատից զրկելն է։ Եվ իսկ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրում եւ վարչապետը գնում է արտահերտ ընտրությունների, հետեւաբար բոլորը այդ թվում նաեւ ես զրկում ենք մանդատից։ Նման տեղեկություն ունեք, չէ՞ մի րոպե։ Լինելու է Գյումրիից հետո քաղաքացիական պայմանագիրը պարտվեց արտահերտ ընտրություններ։ Այո։ Ինչ հիմքով եք ասում դա, ինչու է։ Չեմ ասի ինչ հիմքով, դա կասեմ, երբ որ բանը տեղի ունենա, որպեսզի հիմնավորեմ իմ տեղեկություն չեմ ուզում հուշել, որովհետեւ ես չեմ ուզում որ լինի արտահերտ ընտրություններ։ Ձեր Նիկոլ Փաշինյանը ինչպիսի ռեյտինգ ունի։ Ամենաբարձրն է ռեյտինգը բոլոր դեպքերում։ Կարծում եք, որ Առաջվա համեմատությամբ ցածր, բայց բոլոր դեպքերում ամենաբարձրն է։ Դուք որ դուրս եկաք իշխանական կուսակցությունից, դա ազդեց կուսակցության ռեյտինգի նվազման վրա, թե ինչքանով։ Կարող է պատահի 1%-ի չէ։ Պարոն Աղազարյան, ձեզ այս process-ը արագացավ նաև այդ ԿՊՆ-ից իրենց բնորոշմամբ այդ արտահոսքերի պատճառով, նաև մի քրեական գործ էլ այդ թեմայով հարուցել։ Իրենց ձևակերպումներն եմ ասում, Չէ, բան չեմ ասում, բայց դուք հետևողական չեք լրագրողները։ Ես այդ գործից էի հարցնում հենց պարոն Աղազարյան։ Մի րոպե, այդ գործից եք ասեմ։ Դուք այնքան լայն հնարավորություններ ունեք, ես այնքան եմ կարևորում լրագրողական համույթի աշխատանքը, որ ես տասնյակ անգամ արդեն հոգնել եմ, ասել եմ, որ եթե ես արտահոսք եմ կատարել մեր խմբակցության նիստերից եւ այլ քննարկումներից, ապա դա ես համարում եմ դավաճանություն թիմի նկատմամբ եւ եթե այդ Պավլիկ Մարոզովները լրագրողների ներկայությամբ պետք է հիմնավորեն այդ հանգամանքը, կհիմնավորեն, ընդհանրապես ցույց տան մի քանի դեպքեր, որ այդ բանը տեղի ունեցել։ Ես իմ մանդատը լավ գտնեմ։ Էդի ասել եմ Առաջին օրվանից։ Առաջին օրվանից։ Պարոն Աղազարյան, ես ուզում եմ հետևյալը հարցնել, այդ պետական գաղտնիքի այսպես ենթադրյալ հրապարակման հոդվածով հենց քրեական գործ կար, բայց ըստ էության այդ գործով որևէ տեղաշարժ չեղավ եւ մինչեւ հիմա հայտնի չէ, ձեզ կանչել են հարցաքննության այդ գործով առհասարակ, թե ոչ էլ կանչել են։ Ոչ, ես չեմ կանչել այդ գործով հարցաքննության։ Բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ես ինքս պետական գաղտնիք չեմ տիրապետում, ես կարող եմ պետական գաղտնիքի ծանոթանալ այն պետական գաղտնիքի, որ թույլատրված է պատգամավորին ծանոթանալ, հստակ ընթացակարգով գնում ես համապատասխան բաժին, դիմում ես գնում, խնդրում ես ներկայացնել տվյալ փաստաթուղթը բերում են քեզ ներկայացնում են տեղում կարդում ես, ծանոթանում ես, հետ ես տալիս Այդպիսի իրավիճակ ես իմ 7 տարվա մեջ չեմ եղել։ Իսկ եթե խաշի սեղանի շուրջ որևէ պաշտոնյա ամենաբարձր աստիճան պաշտոնյա ամենաբարձր Նիկոլ Փաշինյանը որևէ իր խոսքի մեջ որևէ բան է ասել, որը պարունակել է պետական գաղտնիք, ես էլ 4 ժամ հետո խորովածի սեղանի շուրջ եմ կիսվել իմ ընկերների հետ, կներեք դա։ Բայց եղել է նման նախադեպ, որ Նիկոլ Փաշինյանը ուտել խմելու ընթացքում ինչ որ հույժ կա։ Քանի որ ես չեմ տիրապետում, որն համարվում պետական գաղտնիք կամ որը պետական գաղտնիք չի, հետեւաբար պետք է ասեմ, որ այդպեսի իրավիճակ չի եղել։ Աղազարյան, հիմա ձեզ քաղաքական հետապնդման են ենթարկում մանդատը վայր չդնել։ Քաղաքական հետապնդման չի ենթարկում, ինձ ենթարկում քաղաքական ճնշումների։ Ինչու՞։ Որ մանդատը վայր չդրեցիք։ Երկու նպատակով, որ ասենք մանդատը վայր չդրեցի եւ դա
պարոն վարչապետը եւ քաղաքական թիմը գտնում է, որ դա իշխանության հեղինակությանը հարված է, եւ երկրորդ պատճառը, որպեսզի իմ նախին գործընկերներից ոմանց սանձահարեն իմ հեռանկարի ակնկալիքով, որ մենք գիտենք ինչ գործընթացների մեջ են գտնվում այս պահին, որ այդ գործընթացները որոշ դեպքերում սահմանացնեն։ Իսկ հնարավոր է կալանքի էլ հասնեն, պարոն Աղազյան, հնարավոր է մի օր էլ կալանքի միջնորդություն բերի։ Եթե ես ինձ խելոք չպահեմ, չգնամ խուսափեմ գնալ այսպես կոչված ենթարկվել քննիչների օրինական պահանջներին, բնականաբար դրան կհասնի։ Չէ, քաղաքական առումով, չէ, դե ես չեմ կարծում քաղաքական առումով, որովհետև ասենք կալանքի վրա որպես բան, կալանքի վրա որպես ճնշում այդ արդյունքի հասնելու համար չի արվի։ Ես 65 տարեկան եմ եւ ես չեմ պատրաստվում իմ ապրած կյանքը, ասենք իմ ապրած կյանքի վրա խաչ քաշեմ։ Ես բաներ ունեմ ասել, որ կասեմ ազգային ժողովի նիստի ժամանակ, որտեղ ասենք ակնհայտ կլինի, որ շատ բաներ ծիծաղելի են։ Պարոն Աղազարյան, որ ասում եք, եթե քննիչների մոտ չգնաք եւ այլն կալանքի կտանենք, դրանից զատ տեսնում եք քաղաքական պահանջ, հրահանգ ձեզ կալանավորելու, թե ոչ։ Չեմ տեսնում, որտեղ արդյունք չի տա, որտեղ ես ինչ որ պիտի ասեմ, ասելու եմ, թեկուզ կալանքի վարի մեջ լինեմ, էլի ասելու եմ, իմ անհանգստությունը եւ ես երազում եմ, որ այն անհանգստությունները, որ ես ունեմ, ես սխալված լինեմ, թեկուզ դրա համար մի 8 ամիս էլ կալանքի տակ լինեմ։ Պարոն Աղազարյան, քանի որ դուք հիմա ես կասեմ այդ ազգային ժողովի նիստի ժամանակ։ Քանի որ դուք հիմա իշխանության մաս չեք, ընդդիմություն եք կարելի ասել, հնարավոր է որ ձեզ տեսնենք ընդդիմադիր շարժումների կիզակետում, ասենք Նիկոլ Փաշինյան հեռացնելու շարժումների։ Ես ոչ, ամուսնության հարցերի հետ կապված իմ մոտեցումը ուրիշ է, ես կողմ եմ։ Իհարկե, եթե սա ժողովուրդն է փողոց, մի հոգեապետ եթե կարող է պատահի կանգնեմ այդ մի եթե ավոր ժողովուրդը դուրս գա փողոց, ինչպես 18 թվականին, բայց մեր կուսակցության մոտեցումը հետևյալն է եւ մեր թիմի մոտեցումը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, ծանրագույն որոշումներ ընդունելու ժամանակահատվածում եւ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ, հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես նաեւ ինքը սպառվել է եւ պետք է գնա հանգստվել։ Եվ մենք բարոյապես դա չի շնորհ բարոյական չի, նույն բանը չի։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հերթական կամ արտահայտ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի օրենքներով սահմանադրությամբ։ Պարոն Աղազարյան, այսինքն էլի ներողություն, էլի բանը սխալվելու իրավունքով ժողովուրդը ոնց կորոշի, մենք Պարոն Աղազարյան, որ նշեցիք, եթե բոլորը դուրս գան եւ մի հոգի մնա, դուք էլ դուրս կգաք, այսինքն Ծառուկյանի նման 5 պակաս իշխանափոխությունից 5 պակաս փողոց դուրս կգաք։ Ես չեմ կարծում, որ տեղին այն Ծառուկյանի հետ համեմատել, որովհետեւ բանը վիրավորական։ Չէ, վիրավորական չի, բոլորովին Ծառուկյանի ասենք մոտեցումները բանը ուրիշ է, իմ մոտեցումները ուրիշ է։ Ես ուզում եմ ասել, որպես ֆիզիկական անձ, Ծառուկյանի հնարավորությունները իմ հնարավորությունից կներեք մի քիչ Ես քաղաքականը նկատի ունեմ, ոչ եւ քաղաքականը։ Պարոն Աղազարյան, մի քիչ տարբերվում է, այլ։ երբ որ միշտ